Բարի լույս իմ սիրելի հետևորդներին, ինչպես եք սիրելի հետևորդներս, կոֆեն արդեն դրել եմ, խմեմ, որ գնամ գործի, տրամադրությունս լավ է, բարձր է, հուսամ ձեր մոտ էլ ամեն ինչ նորմալ է, միայն թե մտա խոհանոց, լույսը վառեցի և լամպը վառվեց, մթության մեջ նստել եմ, մի քիչ մութ է, բայց ոչինչ։ Եղանակը նորից անպած է, բայց ոնց որ թե գիշերը անձրև չի եկել։ Հետևորդներս, ես ուզում եմ մի բանաստեղծություն կարդալ, հետևորդի ունեմ, Այրա Սարգսյանը, ով գրեթե ամեն իմ հոլովակի, իմ ամեն մի վլոգի տակ մի լավ բանաստեղծություն է հորինում, նա իրոք դուք տաղանդ եք, ես հիանում եմ ձեր գրածով, այնքան դիպուկ է, այնքան տեղին է, ինձ բնութագրող բանաստեղծություններ։ Ուզում եմ նրանցից մեկը հիմա կարդալ, շատ է գրել, ես պետք է թերթիկի վրա եմ գրել, պետք է այդ ամբողջը գրեմ մի առանձին տետրում պահել, ես սիրում եմ նման բաներ, նորից եմ ասում շնորհակալություն ձեզ, Նաիրա ջան, շատ զգացված եմ, ուրախ եմ և գնահատում եմ ձեր ամեն մի տողը, ամեն մի հնչյունն ու տառը, շնորհակալություն ձեզ։ Հիմա կարդամ մեկը։ Այնպես է թվում, թե բնությունը քեզ մի օր շտապ զանգել կանչել է հարցազրույցի, որպեսզի իր մոտ ընդունի գործի։ Քանզի քեզանից լավ ոչ ոք չի կարող մեզ ծանոթացնել բնության սիրուն երևույթներին, ձոր ու գետերին, հանդին ու հավքին, ծառին ու ծաղկին։ Մայր բնությունը ամենածանոթ ու ամենամոտ, մեր սիրուն փերի, մեր լույս նազելի։ Իմ դուրը շատ գալիս է, շատ, շնորհակալություն ձեզ։ Սա էլ, այս մեկն էլ հիշում եք, չէ, մեր մանկության բանաստեղծություններից ինչ կլինի ասա գրիչ, սա էլ նմանատիպ մի բանաստեղծություն է, ինչ կլինի ասա բրիչ, ինձ էլ սիրես գոնե մի քիչ, ասա ինչու նազի ձեռքին աշխատում ես վառ ու կարգին, իսկ իմ ձեռքում ծուլանում ես, թնգթնկում ու թուլանում ես, չես կամենում ակոս փորել, ես քեզ վատ բան ինչ եմ արել, բրիչը լուռ լսում ու գիտեք թե ինչ է ասում։ Մի դժգոհի, ուրեմն տես, գործ ու գործիկ կսիրեն քեզ, թե ամեն ինչ Նազոյի պես սրտանց ու մեծ սիրով անես։ Լավն էր, չէ, սիրելի հետևորդներս։ Սիրելի հետևորդներս, պոեզիայի ժամ է, ես մեծ հաճույքով եմ կարդում և մի հատ էլ մեկն էլ կարդամ ու վերջացնենք, ես էլ արդեն պատրաստվեմ։ Հիմա որն են կարդում։ Սա, նազելի նազը հենց ծանոցում է, բոլոր հայ կանայք համացանցում են, ինչքան շատ է նա արև անձրևի քամուտակ քայլում, այնքան ավելի պայծառ է դառնում։ Դու սարերին ես, սարերը քոնը, սարերում անգամ քո մուտքը տոն է, չես ցուցադրում, չես թմկահարում, դրա համար ենք քեզ այդքան սիրում։ Երբ նա սարում է ու նկարում է, սարը ավելի ճոխ ու սիրուն է։ Այնտեղ ուր անգամ օձն է վախենում, նա աներկյուղ ու անահ է գնում։ Հողի հանդեպ անպարագիծ ու մեծ սերդ քեզ տվել են յուրահատուկ ծնողներդ։ Պատվով իր պարտքն է տալիս զինվորը, որ խաղաղ դիտեն սիրելի մորը։ Աստված իր աջով որդուդ պահպանի, աղոթքդ թող միշտ նրա հետ լինի։ Իմ դուրը շատ եկավ, սիրելի հետևորդներս, նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում Նաիրային, շատ զգացված եմ, ուրախ եմ, քեզ Աստված առողջություն տա և ստեղծագործական մտքեր, դուք տաղանդ եք, այո, ես հիացած եմ ձեր գրած բանաստեղծություններով, շատ է գրել, ուղղակի
օրերը անցել են այդ կոմենտարյաներում, երևի ջնջվել է կամ անհետացել է, չեմ կարողանում տեսնել, ուստի խնդրում եմ Նաիրա ջան, ձեր գրածները ինձ ուղարկեք մեսենջերով, ես որոշել եմ դրան գրել մի տետրի մեջ ու պահել, ես սիրում եմ նման բաներ, շատ եմ սիրում, դիպուկ է, ինձ շատ լավ բնութագրում են քո տողերը, իրոք շատ շնորհակալություն և Աստված խաղաղ պահի այո մեր երկիրը, թող մեր զինվորները անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ։ Ես էլ մայրիկներն էլ տեսնեն, ուրախանան իրենց երեխաների հաջողությունները, այդպես։ Տեսնես այսօր եղանակը ինչ կլինի, ոնց կլինի, չեմ իմանում, ոչինչ չեմ պլանավորել, ոչինչ չեմ որոշել, Աստված առաջ, հետո գործից գամ, կերևա ուր եմ գնում, ինչ եմ անում, քանի որ պոեզիայի ժամ է, որոշեցի մի քառյակ էլ ես արտասանել, Թումանյանի քառյակներից շատ եմ սիրում, որոնք ունեն խորը իմաստ և ճիշտ միտք, իմ ամենասիրած քառյակն է, երկու շիրիմ իրար կից, հավերժական լուր դրկից, թախծում են ու խորում, թե ինչ տարան աշխարհքից, 4 տող է սիրելի հետևորդներս, բայց տեսեք ինչքան խորը իմաստ է իր մեջ պարունակում, ամեն մի տողը բառը դուք մտքով վեր ծանեք, տեսեք ինչ բարդ նախադասություններ են դրա տակ թաքնված, իրոք այո, ինչ է ուզում ասել մեզ Թումանյանը, որ ձեր օրը լավ անցկացրեք, մի եղեք նախանց, բարի եղեք, բարությունն է միշտ, որ հաղթահարում է ամեն դժվարություն, ուզում ես հարուստ լինես, ուզում ես աղքատ լինես, մեկ է, այն աշխարհ քո հետ ոչինչ չես տանելու, դրա համար ապրեք ձեր կյանքը բարի գործեր արեք, սիրելի հետևորդներս, վերջում բոլորն էլ հավասար են, այստեղ են ասում, չէ, հողեր հող կդառնաս, բոլոր մարդիկ էլ հավասար են, լինի հարուստ, լինի աղքատ, նույն բանն են տանում, նույն տեղն են գնում բոլորը, ու միշտ բարություն արեք, բարին կհաղթի աշխարհը, չարը ումն է պետք, ճիշտ է, մեկ բարին է հիշվում, մեկ չարը, չարն էլ է հիշվում, որ մարդ մեկին վատություն է անում, դա միշտ հիշում ես դու, հիշաչար ես լինում, բայց եկեք ներող լինենք, մեկս մյուսին ներենք և մեր կյանքում միշտ բարի գործեր կատարենք, ինչքան էլ որ մենք ժամանակ չունենանք, դժվար լինի մեզ համար, օգնենք միմյանց, բարի լինենք մեկը մյուսիս հանդեպ և նույնը դաստիարակենք մեր երեխաներին, թող այդպես լինի, այնպես որ սիրելի հետևորդներս բարի գործեր կատարեք, լավ ապրեք ձեր կյանքը, ճիշտ ապրեք ձեր կյանքը, հին ժամանակներում մարդկանց մտածելակերպը ուրիշ է եղել, չէ, երբ որ մարդուն հյուղարկավորել են, նրա հետ դրել են իր ունեցվածքները, մեծահարուստների հետ իրենց ոսկիները, ոսկեբաժակները, գավաթներն ու ափսեները, մտածել են, որ անդրշիրիմյան կյանքում մարդը կարթնանա և կօգտվի այդ ամեն ինչից, բայց սուտ մարդ երբ մահանում է, նրան էլ այլևս ոչինչ պետք չէ, ինչ է անում ոսկե ափսեն ու բաժակը, այնպես որ սիրելի հետևորդներս, լավ ու ճիշտ ապրեք ձեր օրը, եղեք բարի և օգտակար բոլորին, եթե դու բարի ես, բարությունը քո մեջ է, ապա քո կյանքը շատ ուրախ կանցնի, մի եղեք հիշաչար, ճիշտ է, շատ բաներ կան մարդիկ, որ մեկը մյուսին վատություններ են անում, հիշում ես, բարկանում ես, բայց դրանք այդ ամենը դուք մոռացեք, երբ հիշում ես այդ ամենը, գցում ես քո ներս, անդադ հիշում ես, քո մտքում է, քո ուղեղում է, դու դառնում ես չար մարդ, դու դառնում ես չար մարդ ու այդ մտքերը քո միտքն ու ուղեղը սողոցում են,
մտքերդ պղտորում են եւ ակամա դու ամեն ինչի հանդեպ վատ ես տրամադրվում։ Այնպես որ եղեք բարի սիրելիներս, ես էլ ուրախ վեր կենամ ու գնամ իմ աշխատանքին։ Սիրելի հետևորդներս, բարևներ Վայքից, իմ սիրած տարածքից, վերջապես անձրևը կտրվեց եւ ես գնում եմ հողամաս, բայց մի հատ տեսեք մեր չքնաղ արփան ինչքան է վարարել, այս անձրևներից հետո պղտորել ու վարարել է։ Ես էլ գործից եկամ ու շտապում եմ հողամաս, գնամ տեսնեմ, 3 օր հողամասում չեմ եղել, տեսնեմ ինչ է կատարվում, ինչ է եղել, ինչ է մնացել, պղտոր արփան է, ահա։ Մենակ եմ գնում իհարկե սիրելի հետևորդներս, այն որ աշխատանքից եկել, շնչակտուր փոխվել եմ ու վազում եմ հողամաս։ Ուշու միտքս այդ սատիլներն են, տեսնեմ քամին հոցելաֆոնը չի քշել, տարել, այդպես սիրելիներս գնում եմ, եթե տարած լինի, հիմա սատիլներս քամին էլ չորցրած կլինի, թառամած կլինեն, լավ անձրև չի գալի ու ես շտապ արագ քայլերով գնում եմ։ Բարձրանում եմ դիքը, դժվար ճանապարհ է, բայց ոչինչ։ Պես կիսաանպատ եղանակ է։ Հոյ, մի րոպե կանգնեմ, շունչ առնեմ ու գնամ։ Գիտեք ինչու եմ շտապում, մեկ է տեսար անձրև եկավ դրա համար։ Քանի անձրև չի կտրվել, գնամ։ Սիրելի հետևորդներս, ոնց որ թե տարածքներում մարդ չկա, մենակ եմ, Տիկին Ամալյան դե աշխատանքը գործը ուշ է վերջանում, ես շուտ եմ եկել, այդպես, ու գնում եմ։ Այսպես ուշադիր նայում եմ, մարդ մուդա չկա, մենակ ես եմ ու իմ տարածքները, սիրելիներս, չգիտեմ, հենց էլ ռիսկավորված գնում եմ։ Եվ այստեղ այն վայրն է, որտեղ այնտեղ եմ հասել, որ գոռում եմ ջուր անող, բայց դե ջուր անող չկա, դեռ շուտ է, անձրևը լավ ջրել է ելակ-մելակ, իմ նպատակը գիտեք որն է, որ գնամ տեսնեմ իմ հողամասի ցելոֆան այդ սատիլներս հո չի բացվել, բաց հո չեն, դրա համար եմ հիմնականը գնում սիրելի հետևորդներս, այսքան հեռու, թե չէ գործեր չկան առանձնապես, գետինը թաց է, և ես պետք է ուշադիր լինեմ ոտնահետքերին, տեսնեմ հող արջ, այս անձրևի ընթացքում այստեղով չի մանեկել, իհարկե մեքենա է գնացել, անվադողերի հետքն է, ոտնահետքեր չկան, արջ չկա, ու այստեղ ես մի հատ սկզբից այսօր նայեմ իմ ծնեպեկները աճել են, դե նազո աշկերը 4 արա, ու նայ, չեն աճը, ինչի չեք աճը, հա, իշնա ձեզ խանգարել, չկան, լավ չի աճել, բայց հողամասի ծնեպեկները, այդ մառաժոները հաստատ ծլած կլինեն, դուք էլ ինձ հետ տեսեք, թե ճամփին ոտնահետքեր կան, թե ոչ, ոնց որ թե չկա, սիրելի հետևորդներս, հարվակը շատացել է, պարզադե արդեն անձրևներից շատացած կլինի, ու ես էլ արյուծի կաթ խմած, դուխով
գնում եմ առաջ, հայր ջան, դուխով, չէ, ոպլա, այս հողամասերը փակ են, տիկին Ամալիայինց հողամասն է և սա էլ կեսրարից հողամասը փակ են, մարդ մուդա չկա, սարեր, ձորեր, ես և դու, միայն ես ու սարերը, ձորերը, նաև ինչու չէ, նաև մեր դարդերը, այստեղ սիբեխները էլ ավելի են մեծացել, վայ, թրջունը, ինչ հավեսի երկում, հավեսին, վայ, ոնց որ ցելոֆոնները տեղում են, ցելոֆոնները տեղում են, սիրելի հետևորդներս, ես էլ մի 2 օր դարդ էի անում, թե հիմա քամին քշել, տարելա, բայց չի քշել, լավ, չի քշել, ցեխա հողամասում ոչ մի գործ անել չի լինի, միացածիլանոցս նայեմ, երևի մեկ էլ մի քիչ եկել եմ սիբեխ, մարաժու հավաքեմ ու գնամ, ահա, պինդ, ամուր, կանգուն մնացել, ասան չէիր էդքան մտածում, նազոն, չէիր էդքան դարդանում, լավ էլ դու քո փակածը չգիտեիր, որ լավ պինդ փակել ես, բայց դե մարդը սիրելի հետևորդներ, ոչ միայն պետք է լավատես լինի, այլ վատն էլ պետք է մտածի, միշտ ինչ որ արարքի հետևանքի վատ արդյունքի մասին էլ պետք է մտածես, ասես, բա որ անեմ սենց վատ լինի, վատի մասին էլ նախորոք ինչ որ բաներ անում եք, նախապես նախորոք վատի մասին էլ մտածեք սիրելի հետևորդներս, և ինչ եմ տեսնում, ինչ հրաշք, իհարկե սատիլներս ամբողջովին գերազանց վիճակում են, ծլել են, ընտիրություն է, պղպեղները հավասար, խիտ չի եղել, նորմալ, մենակ այստեղ այս լոլիկներս լավ չեն, աճել չգիտեմ ինչու, բոլորն էլ գերազանց վիճակում են ու ես անչափ ուրախ եմ, մոտիկից հիմա ցույց տամ, ահա մի հատ նայեք, սրանք տեղական սորտի լոլիկներն են, այստեղ սմբուկներն են սիրելի հետևորդներս, իսկ այստեղ ամբողջովին իմ պղպեղներն են, բոլորն էլ հավասար աճել են, ծլել են, շատ խիտն էլ մի բան չի և ես անչափ ուրախ եմ, որ իմ սատիլանոցը տեղում է, քամին այս ցելոֆոնը չի քշել տարել, դե Նազոր ջան, նորից փակի, անոցը փակի, ահա, գոհ եմ, անչափ ուրախ եմ, արևն է հավեսին դուրս եկավ, որ ցելոֆոնը քամին չի տարել, Իսկ ինչ արև եղավ, սիրելի հետևորդներս, արևը շողաց, ջերմ տաք հավեսին եղանակ, բայց իհարկե տեսնում եք, որ հողամասում աշխատել չի լինի, ամբողջը ցեխ է, այս անձրևների վրա մի հատ տեսեք խոտերը ոնց են ծլել ու աճել, ամբողջը խոտեր, իհարկե սրանք վարելու եմ, վերանալու են, այս սատիլանոցն էլ է տեղում, էլ զուր չբացեմ, չտեսնեմ, ցեխ կլինեմ, կարևորը որ ցելոֆոնները քամին չի քշել, այսպես հոտ կթողեմ, սոխերը ոնց են ծլել, սիրելի հետևորդներս, ինչ լավ աճել են, օդ եմ թողում, որ չխաշվեն, կանաչի է, սոխը, դրանց ցրտահարություն չի լինի, շոգից կարող են խաշվել, վնասվել, և ինձ հյուր են եկել կովերը, լավ արջերը չեն եկել, հիմա այս տարածքներում էդ ինչ մարաժ է եղել, սիրելի հետևորդներս, որ էլ չեք պատկերացնի,
Այս դրանք ինչ կա։ Եկել եմ, մի հատ տարածքս ուսումնասիրեմ ու գնամ։ Ելակներս էս լավ են աճել, սիրելի հետևորդներս, ելակներիս վիճակը գերազանց է։ Ջրվել են, անձրևը ջրել է, ընտիր։ Հիմա մի հատ ցուցադրեմ։ Ահա, կանաչ, մեծացել են, դերևները փարթամացել են, գեղեցիկ, կանաչ, նույնիսկ ծաղկել են։ Ահա, տեսեք ինչքան են ծաղկել իմ ելակները, կոկոմել են։ Շատ լավ է, շատ լավ։ Գերազանց արդյունք։ Ես ուրախանում եմ իմ աշխատանքի չարչարանքը տեսնելով, սիրելիներս։ Այստեղ սմարոդինաներն են ծաղկել եւ ցեխ է, ցեխ իրար գալ չի լինում։ Մարաժոները, հա, մարաժոներն էլ են 3 հատ մեծացել, հետա կքաղեմ։ Իհարկե տեսնեմ ոնց եմ քաղում։ Էս ինչ ցեխ, հա։ Սա 1, սիրելի հետևորդներ, տեսեք։ Սա 2, սա 3, սա էլ 4։ Ահա, ինչ լավ ծնեփեկներ են, այս մասի վրա էլ կա։ Պատկերացնում եք ինչքան առատ մարաժոկ կա այս տարածքներում։ Այ, հողամասիս մարաժոները։ Եվ ես այսօր եկա այն նպատակով, սիրելի հետևորդներս, որ սոցիալներս նայել, լավա եկա, գլուխը բացեցի չխաշվի, հավեսին, լավ եղանակ, ափսոս, որ տարածքում միայնակ եմ, ուզում եմ բարձրանալ վերը, մի գոգնոց սիբեղ քաղեմ, արագ հավաքեմ ու իշնեմ, հետո տեսնենք ինչ եմ անելու։ Իհարկե ես նախապատրաստված եմ եկել, սիրելի հետևորդներս, ահա, ես իմ դանակը, գոգնոցը բերել եմ, իհարկե հողամասում էլի ես ունեմ գոգնոց, պահել եմ, մարդես կարող եմ մոռացած լինեմ, մոռանամ չբերեմ ու ունենամ։ Սա այստեղ, այս սունկան ես պետք է շալակեմ, հաստատ ու բարձրանամ սարը սիբեխի, սա էլ այսպես կապեմ, որ ինչ չխանգարի, ինչ կապեմ է, գոգնոցս կապեմ, ահա, ու չորնի խոդովս բարձրանամ վերև։ Սիրելի հետևորդներս, հիմա ես հաստատ գիտեմ, որ դուք ինձ համար անհանգստանում ու մտածում եք, ասեմ, որ վտանգավոր չէ, այս ճղերը չիմանաք առ չնեք հանդել, գիտեք, որ ահա որ քամի էր, քամին է արել, քամին, արջիս չվախենակ, ինձ էլ չվախացնեք, հանգարց հազիվ միամտվել եմ իմ համար հավեսին ուզում եմ բարձրանալ վերևը սիբեղ հավաքելու, բայց մի հատ ստերանք էլի մարաժոներ քաղեմ ու նոր գնամ, այս մասերում շատ լավ մարաժո է լինում, այնքան լավ ու հավեսին, որ նազոն ճտճտալով քաղում է, ճտճտալ են, ահա, ահա, չգիտեմ սիրելի հետևորդներս, ես բնության դաշտ ու քարի սար ու քարի սիրահար եմ, հիմա ովքեր ինձ կհասկանան, ովքեր ինձ կմեղադրեն, չգիտեմ, ես շատ եմ սիրում ու իմ այս միայնակ
ու իմ միայնակ այս սարգալն էլ համարձակության արդյունք է, սիրելի հետևորդներ ջան։ Բարձրանամ նստեմ իմ քար նստարանին ու այդ արտից զիբեղ հավաքեմ։ Ապլա բարձունքից ավելի լավ է երևում տարածքը, լռություն է, խախանդ եւ այն կողմի վրա ես ուզում եմ ձեզ մեր ջրվեժը ցույց տալ ջրվեժը։ Չգիտեմ ինչքանով է երևում, այնա երևում, տեսնում եք ինչ ջրվեժ ունենք մենք վայքում, ջուրը հավեսին թափվում է, մեծացրեցի հատուկ ձեր համար, որ դուք տեսնեք։ Դե ինձ սիրելիներս, ես էլ բարձրանամ գահը լեռների, արևնի փրև թագ իմ գլխին առնեմ նրանցի հետ գամ ծիծեռնակների, այսպես հավեսին արտասանելով հլնեմ մի քիչ սիբեղ հավաքեմ, թե ինչքան լավ մեծ սիբեղներ կան։ Այս տարածներում այնքան սիբեղ կա, որ ես հիմա արագ քաղում եմ եւ մի պահ էլ որոշեցի, որ նկարեմ ձեզ ցուցադրեմ։ Այնքան շատը անձրևից հետո էլ լավ մեծացել, աճել է։ Տարածքում մենակ եմ, ամբողջ տարածքը ուսումնասիրված է, վտանգավոր ոչինչ չկա, չանհանգստանաք ինձ համար, սիրելիներս, միայն ուրախացեք, նաև չմոռանաք, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք, լայքեք, որ ես ավելի մեծ ոգևորությամբ կատարեմ իմ աշխատանքները, իմ գործերը։ Այնքան արագ եմ քաղում, կարծես թե ինչ որ մեկը իմ հետևից է ընկել։ Երևի ես եմ իմ հետևից ընկել։ Ահագին հավաքել եմ, անձրև է եկել, ջրել, ավելի լավ մեծացրել է, լավ աճել է ու հողնել է փափուկ, արագ հանում եմ, մաքրելն էլ դե տանը պարապ եմ, ինչ եմ անելու, կմաքրեմ, ահա, միայն քաղող է պետք, քաղող, գնանք նոր տարածքներ, այս էլ իմ պոյուսակը, մե ադամի վրա, հլստեղ նայեք, այստեղ ինչքան կան, ես էլ նոր տարածքներն է էլի, մեկ քայլենկով նոր տարածքներն են, նոր սիբեղները, այսքանն է քաղեմ, այսքանն է քաղեմ ծովա, նստի ու քաղի, մեկ քայլ այն կողմ չես ուզում գնալ, փափուկ ջրված հող, հավեսին սիբեղներ եւ Նազոն էլ մեծ ոգևորությամբ քաղում է։ Այս տարածքը վարեցի, սիրելի հետևորդներս, կարծես թե այստեղ սիբեղ չի էլ աճել, հնձեցի,
արտաշատու ոտքը որտեղ կպնում է, ամեն ինչ վերջանում են։ Միքայլենկոմ գնամ։ Ձորի բերան, գելի բերան, արջի բերան։ Հազիվ եմ ինձ զսպում, որ չիշնեմ ձորը մարաժոյի, նայում եմ ու կարոտում, չնայած վտանգավոր ոչ մի ձայն չեմ լսում, են կողմի վրա գնանք, ես ինչ ճանջա, մի հատ տեսեք ինչ հավեսին սիբեխներ, քրթլիկ սիրուն, սիրելի հետևորդներս ես սիբեխս հավաքեցի և գոհ ու ուրախ շնորհակալ Աստծուց գնում եմ տուն, ձորեր, սարեր, մացառուտներ, ես էլ իմ սիբեխը հավաքեցի ու իշնեմ գնամ տուն, Տեր Աստված, շնորհակալ եմ, ահա, և ուրախ, փեշս լիքը լցվել է, ծանր է, շատ քիչ ժամանակահատվածում ես հավաքեցի, բայց չեք պատկերացնի, թե ինչքան սիբեղ կա, սիրելի հետևորդները, շատ, լիքը, էլի կարելի է գալ, մի կես ժամ հավաքել, ահագին կլինի, ես պետք է սառցախցիկ դնեմ, բայց սա իմ համար չեմ տանը, վայ, ես եթե սրանց չքաղեմ, կգժվեմ, հանդիպում են, ինչ անեմ, մի հատ նայեք, ինչ սիբեխներ են, ոչ չքաղի նազոն, սրանց թողեմ գնամ, մի քիչ դանակս են չի, բայց լավ, իսկական սառցախցիկի, ամբողջը, չեն ազո վերցու գնահել, կանգնել չկա, իչքան էլ տենամ, իչքան մեծ սիբեխներ էլ, գնում եմ տուն, ոյ, իրելի հետևորդներ, բայց մի քիչ էլ երևի ես կողը կուշտը իշնեմ ներքև, մարաժո, ծնեփեք ման կգամ, թռչունները, անհոգ երկեք, թռչուններ, խաղաղ երկնքի տակ, ոնց էլ գնամ, սիրելի հետևորդներ, ոյ, ճանջերը խանգարում են, գալիս եմ ու իմ քարի մոտ եմ իշնում, անունն է դրել եմ իմ քար, իմ նստարանն է, մի հատ հելնելուց եմ, մի հատ բարձրանալուց եմ նստում, սիրելի հետևորդները շունչ առնում, մի հատ էլ իջնելուց, երկու րոպե ես խաղաղությունը վայելեմ, բնության հանգիստը, կովերն են միայն արածում, մեկ էլ ես սիբեխ հավաքեցի, գնամ արդեն լավ, արդեն իսկականից ուշ է, սունկս էլ դնեմ այս գոգնոցի մեջ ու սարից իշնեմ ես քաղաք, մենակ չգլորվենք, հավեսին, Բլա
Դեպի մարաժո լիներ այստեղ մի երկու քյոլ ուրա բա այստեղ ծնեպեք պիտի լիներ չկա դե որ չկա հումի ժամ չեմ կանգնելու սպասեմ այս մարաժո քաղելուն ընդհանրապես ինչ որ մի բան հավաքելու ցունկ լինի մարաժո պետք է աշկերտ 4 անես ուշադիր նայես դիտես ոտքերի տակը նայես հանկարծ օս չլինի ասա հողամաս ձեռքերս է լվոնամ այս ջուրը կտրվել է հողամասի ես կոմ շատ քիչ է գալի հողոտվա, փոշոտվա բայց դե ջրով թափ կտամ ու կգնամ ահա կարծես թե ոչինչ էլ չի եղել Զուգուշ, արդեն հարազատ տարածքներում եմ և չեմ էլ վախենում հիմա կասեք աղ դու երբ էիր վախենում վախեցողն ելնեիր կհլնեիր կեթայր մենակ այդքան հեռու սրանք հողամասի մարաժոներն են տեսեք ես եմ ցանել վալբերիսից եմ պատվիրել իրանք մյուս տարի արդեն լավ հաստ կլինեն կա մի քանի հատ այստեղ Ինչքան հաճելի է, չէ, իմ աշխատանքը, այնքան եմ ուրախանում, այսպես հավեսին սիրում, որ տեսնում եմ աճել է, աշխատանքովս հիանում եմ ու գնում եմ տուն։ Տիկին Ամալիայի ջերմոցն էլ նայեցի, Սացիլյանոցը քամին չէր քշել, լավ է, մտածեցինք, որ կովերը բարձրունքում։ Եվ վերջ Չեխական կողպեքս էլ փակեմ չեղկլփակ գնամ Իսկ դուք չմոռանաք սիրելի հետևորդներս բաժանորդագրվեք իմ ալիքին տարածեք լայքեք գնահատեք իմ աշխատանքը ձեր լայքերի միջոցով լայքեք անպայման Ահագին սիբեղ հավաքեցի ծանր այսպես կապածամեշկիս ու ձեռքով էլ պահում եմ, որովհետև այս սիբեղը սիրելի հետևորդներս սևանալու հատկություն ունի։ Այս կողմի վրա մի փոքրիկ ծառի տակ մարաժոներ են աճում, այն էլ խրձով։ Եվ ես ուզում եմ հիմա իջնեմ տեսնեմ կա, մի քիչ հավաքեմ։ Չի թողում, չի երևում, չկա, չի թողում, գլուխս կկախեմ, կեթամ, Դե հիմա ոչ մեկ չի գա հողամասում աշխատի, թեկուզ եւ անձրևը կտրվել է, որովհետեւ ցեխ է։ Ոչ փորել կլինի, ոչ մաքրել, ոչ մի բան էլ չի լինի։ Սիրելի հետևորդներս, ես ձեզ ասում եմ
խրցով դուրս են գալիս։ Հո ես չեմ սխալվում կամ գլուխ չեմ գովում։ Ես գիտեմ որտեղ ինչ է աճում, որ ծառի տակ ինչքան են աճում ու հիմա ասեցի, հիմա ցույց եմ տալի։ Ահա։ Սիրելի հետևորդներս եւ Նազոն ասեց խրցով։ Մի հատ նայեք ինչ խուրց են։ Ահա։ Ասեցի խրցով, չէ՞, տեսեք ինչքան մառաժո կա այստեղ։ Ուղղակի հարմար չի քաղելուց նկարեմ։ 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, էսը քեզ 10։ Մոտս է պոկեցի։ Ես է քեզ 10, այսքան քաղեցի, ես մի տեղից դեռ էլի կաճեն, բա, այսպես, այս արվակի մոտնա է ծառը, ուռի ծառի տակը, և դրեցի փեշս, Դերքս էլ ճղեցի էլ շատ կան, հեսա հլնեմ մի 2 ծառ մարի արանքները կան, քաղելով բարձրանամ։ Հինքյոլերը կան, բայց իրանք չկան։ Լավ նայենք հեսա, 2-3 հատ կարմիր, տեսնում եք, չէ, մնատ է, մասուրի քյոլերի տակ են, ահա, լես կանաչը, ինչ ես էթում, ուր ես էթում, չի աճե սրան, տակերը չի աճե, շուտ ասենց, չկա, երևի ստե մի քիչ ուշ կլինի։ Հիացեք այս գեղեցիկ տեսարանով սիրելի հետևորդներս, ես էլ բարձրունքից իջնում եմ գնամ տուն, հեսա շուտով կհասնեմ գետի մոտ, գետի ձայնը ավելի է ուժեղացել, վարարել այս անձրևներից հետո, երևի մի 2 օրից էլ անձրև ա գալու, անձրև կլինի, ավելի շատ կվարարի, վարարման սեզոնն է։ Ճանապարհի հատվածը քանդվել է սողանքներից, ծողքերից եւ դժվար անցանելի է դառնալու։ Մեկ է տեսար լրիվ փլվեց, մեքենայի ճանապարհները քանդվեցին։ Սա էլ քրոսիկն է, տանձ է, տանձենին է ծաղկել։ Այնքան հավեսին հոտը գալիս է։ Մի յուրահատուկ հոտ է բնության մեջ տարածվել։ Դրա համար էլ ես ասել եմ, մեր այս տարածքի մեղրները ինչքան համով են, ամբողջը սարերի, այդ վայրի ծառերի, ծաղիկների նեկտարն են հավաքում մեղուները, շատ լավն է, շատ
Ինչու է աղմկում գետը, որովհետև վարարել է սիրելի հետևորդներս, գետի ձայնը ավելի է շատացել, ուժեղացել է, շատացել է ջուրը։ Դե ինձ սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ հաջողություն, ինձ էլ հաջողություն, հասնեմ տուն, դեռ այս սիվեխը պետք է մաքրեմ, տիրապտեմ, մեր լեզվով ասած, որ տանջանքս չընկնի այս ջուրը, գետը։ Որտեղից եկա է։ Ու հասա արդեն։ Սիրելի հետևորդներ, հողամասից եկա եւ հիմա էլ բարձրացա այս վերևի թաղը։ Մի հատ բույս կար, էդ էի նայում, ինձ հետաքրքրել էր շատ, դրա համար եկա։ Ու տեսեք ինչ գեղեցիկ կանաչ այգի է, ծառերը գեղեցիկ կանաչ։ Գիտեք, որ հատվածն է, այն հատվածն է, որ միշտ գալիս եմ ջուր եմ խմում։ Եղինջները ինչքան են մեծացել։ Ու սա էլ են աղբյուրն է, որ շոքից ծարաված գալիս ենք ջուր ենք խմում, բայց ծարավ չէ։ Ու ուղղակի նկարում եմ։ Բույս կար, ինձ հետաքրքրեց, դրա համար եկա, ճիշտն ասած նայեցի, ժանգյալով հացի խոտաբույսեր էին ու միտեղ էլ սունկ էր աճում, դա նայեցի միշտ լինում է, էլ մի հատ ստեղի, այստեղի ես լխտի, քավեսին եղիջներին նայեք, մաքուր, սիրուն, անարատ եղինջներ, բայց չեմ քաղում, որովհետև բան չեմ պատրաստելու, ու հիմա իջնեմ, միտեղ էլ կա, գնամ, միտեղ էլ այս սեպս տներից մեկը պետք է մտնեմ, ինձ թարխունի այդ սատիլներ են խոստացել, վերցնեմ, տանեմ, որ վաղը հողամաս գնալուց այդ թարխունները տանեմ, սատիլեմ, քանի անձրևային եղանակին իսկական հարմար է։ Շուտվանից այս թաղով չէ եկել, այս մասով չէ եկել, տեսեք ինչքան են կանաչել, արդեն ծառերը կանաչել են, տերևակալել են, սիրելի հետևորդներս, մասրեն ու թփերը դուրս է եկել, այստեղ ավելի տաք է։ Ու ես էլ պնդուկի ծառն է, փունջ եղինջներ հավեսով։ Գնամ տեսնեմ տանն են, թարխունի սատիլներն էլ վերցնեմ ու ուղիղ տուն տանն էլ ինձ 1000 գործ է սպասվում, սիրելի հետևորդներս։ Քանի անձրևային է, չէ։ Հա, դրա համար վաղը կեթան բաղճա հանեմ, տանեմ դնեմ։ Ինչ էլ հավեսին եղել է։ Եկամ սիրելի հետևորդներ թարխունի սատիլ տանեմ։ Ոչ։ Հա ասում եք Նազո այդ ոնց է հողամասումը թարխուն չունես, հիմա ինձ թարխունի սատիլներ են տալի։ Տանեմ, թակ դնեմ, չէ։ Հա, անջատում ես։ Հա, всё։ Մեկ բուկետ նվեր ստացա, շատ շնորհակալություն, Աստված օրհնի, ինչ պակասես թո աճի շատ։ Ոնց եմ առանձնացրել։ Հա, կառանձնացնեմ կդնեմ։ Սա մի հատ ցելական բերեմ դնեմ մեջ, սիրունս։ Կարտոշկան եք ցանը։ Հա, կարտոշկան է։ Ես էլ բան եմ արել, հարթեսրել եմ նոր եմ ցանը, զոլերով չեմ անել։ Քանի հատ եք գցե։ Ես չէ, այդ դու ուզում ես այն ժամանակվա նման անես։ Ոնց է։ Մենք թիզ մի հատից։ Հա, մի հատ դրել եք։ Այդպես շարել եք։ Ես էլ մի քիչ հեռու 2-3 հատից։ Ահա։ Մամասն է ասում, Նազոն այն վաղտանում է։ 2-3 հատից եմ դրել։ Ահա, սիրելի հետևորդներս, ես եկա եւ թարխունի սատիլները տանեմ։ Վրայինները կարելի է պոկել եւ ուտել։ Էդ էլ կառանձնացնեմ, կդնեմ, թող շատանա։ Ես
այս հողամասը այնքան հավեսին գեղեցիկ մշակում են սիրուն, այստեղ արդեն կարտոֆիլներն են ցանել, ամփուշ մոշ է, ես էլ ունեմ դե գիտեք ամփուշ մոշ, սմարոդինաներն են, մոլինո, սև հաղարջներ, գեղեցիկ գյուղական տուն։ Շնորհակալություն շատ, Տոֆիկ ջան։ Հա։ 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 Այսքանը սախսացիլն եմ։ Շատ լավ, ապրես։ Շնորհակալություն։ Ինչ պակսեց Աստված ավելացնի։ Հա, մերին։ Հա։ Ահա սիրելի հետևորդներս, ես թարխունս վերցած գնում եմ։ Այս սրանք էլ ամբողջը խոտաբույսեր են, այս ժանգյալով հացի մեջ են դնում, այդ ինչ են ասում, չգիտեմ, բայց գիտեմ, որ ճռճռուկ է, ինչ է, ժանգյալով հացի մեջ են դնում այս խոտը։ Մոտիկից ցույց տամ, տեսեք, ամենուրեք օգտակար բույսեր։ Ես էլ արդեն իջա մեր թաղ, մեր շենքը։ Սիրելի հետևորդները, շուրջ երկրյա ճանապարհորդությունս ավարտվեց։ Առավոտը, որ գնացի գործի, լամպը վառվեց։ Փոխենք, որ խոհանոցում մութ չլինի։ Բա, ուր եմ տանում սա։ Հեսա մի քիչ կջրեմ, որ չթառամի, սիրելի հետևորդներս, որ 2 րոպե թե օդա փոխվի։ Կջրեմ, որ չթառամի, օյ, գոգնոցս տվել եմ, բարձրացրել են ու ես գնացել եմ ուրիշ ուղղությամբ։ Ուրեմն հիմա ես գոգնոցիս պարունակությունը պիտի թափեմ, սիրելի հետևորդներս, որ չխառնվի իրար։ Մառաժոները այս կողմի վրա հոգնած, հիմա կասեք մի ասա հոգնած, դու հոգնել չունես, նայեք ինչ մառաժոներ են, դրանք առանձին, սիբեխներս էլ պիտի մաքրեմ, մառաժոները, ընտիր է, ընտիր սիբեխներ, բայց քան քաղեցի, պիտի մաքրի, հələ գոգնոցի մեջ էլ կան, ուզում եմ սենց անեմ, ես մառաժոներս հանեմ, ահա, երևի կեսն էլ մաքրելուց կգտնեմ ոչինչ, ընտիր հովեսին սիբեխներ, ենքան կար էտ արտում, շատ սիրելի հետևորդներս մաքրեմ, դե ինձ սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ լավ եղեք, առողջ եղեք, դիտեք իմ վլոգները, վերցրեք օգտակարը և լայքեք։